Կովը կթմենք, բերում ենք մեքենայով զտամ, դնում տաքանմա, որ տաքանմա նորմա ունի, շիճուկը լցնում ենք, ու սկսում ենք ջիլը անիլը, շմատ ենք հանածում ենք, կաթը պարզմա, ու քաշում ենք ավելը, դաթել ջան, ավելը քաշում ենք, ու հոնցում ենք, դառնումա ջիլ, ես կանեմ դու կտեսնես, Տիկին Սիրանույշն ամեն օրվա պես թել պանիր է պատրաստում, այս գործն անելիս պետք է համբերատար լինել, ասում է, եւ ամենակարևորը անընդհատ հետևել կրակին, թեժ պահել այն, որպեսզի պանիրը չփչանա։ Տիկին Սիրանույշը կաթնամթերք պատրաստում է եւ տան եւ վաճառելու համար, վերջին շրջանում սակայն գնորդներին մերժում է, ամառ է թորները քաղաքից գյուղ են գալու։ Կովերս ուշ ծնեցին, հենց որ ծնում են, ունենում եմ կաթը, գալիս ամեն ինչը էժանանում, էլ ծախում չեմ, հենայ մի հատ մոթալ եմ արել, մի հատ արել եմ, դնում եմ պատվալը, տակը պատվալը, դնում եմ պատվալը, գնում գալի աշունքը կամ ձմեռը, ոչ մի բան չի իլում, ոնց բթմեմ, նենց է մնում, ջիլա, լոր։ Թել պանիր պատրաստելու գործին զուգահեռ Տիկին Սիրանույշը նաև իր կյանքից է պատմում Սարում անցկացրած իր տարիներից։ Դիլիջանից Սարը 12 տարի եմ գնացել, սովխոզի ոչխարը կթել ենք, պանիր ենք այլ հաշվապահի հիմա, պանիր ենք այլ սովխոզի դիրեկտորի հիմա, պանիր ենք արել ռայկոմի քարտուղարի հիմա, տո ամեքի մեල් բիտոնին լցրել եմ, տվել տարել եմ։ Ամուսնությունից հետո կյանքի մեծ մասը Սարում է անցկացրել, գյուղացու կյանքը դժվար է, բայց հետաքրքիր ու իմաստալից, գյուղացին իրեն հարկավոր գրեթե ամեն բան իր ձեռքով է ստեղծում։ Հետաքրքրությունը գիտես որն է, քու ապրելու մոմենտը, որ համ քեհմես արել, համ աշխատել ես, մի 40-30 այդ փող ենք ստացել, ամուսինս հովի վայելել, օրել էլա 8 հաց եմ սարքել։ Օրել էլա, ղեկավարնին են եկել, ընկեր հրևանա եկել, ով եկել է, 8 հաց եմ սարքել, եկել էին լորդի սարամն ասել, զավենը, պովր աշխատամ, սիրուշնել ափիցան կար, այդ ձևի, ով եկել է հացավորել ենք, ով եկել է, դրա մեր չասիբ ենք, չասիբ չենք, սրտով լիքնենք։ Տիկին Սիրանույշը զրուցում, բայց վառարանին դրված կաթսան չի մոռանում։ Ինքան հոնց հիտեմ, դառնա ջի, ու ջեռներով անեմ, Արմեն ջան։ Ջիլանիլը դժվար է, բայց գինը էժան։ Իր գործի հմտությունների զատ Տիկին Սիրանույշն այլ շնորհներ էլ ունի, գաղտնիք հայտնելու պես ամաչելով էլ ասում է, որ ժամանակին նաև լավ երգել է։ Անցնում է կյանքիս ջահել օրերը, ջահել օրերը, սիրահարության, ջահել չես մանալ, ծերություն կուգա, աշխարհը փուչ է, մեզ էլ չի մանալ։ Թել պանիրը գրեթե պատրաստ է, բայց դեռ պետք է այն կախել պարանից, մի քանի րոպե թողնելուց հետո էլ արդեն փաթաթել, ասել է թե տեսքի բերել։ Տաթևիկ Ճուղուրյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։